Թբիլիսիում այսօր նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալների եռակողմ հանդիպում նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին։ Այդ մասին հայտնում են ՀՀԱԳՆ-ից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով տեսալսողական մեդիայի մասին օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի առաջին կետով Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած։ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Հարություն Գուլյանն ազատվել է ՀՀ Արագածոտնին փոխմարզպետի պաշտոնից։ Որոշման մեջ ասվում է, ղեկավարվելով Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով Հարություն Գուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների։ Լրագրողի այն հարցին, թե Միրզոյանի մեկնաբանություններից հասկանալի է, որ Ադրբեջանը դեռևս վերջնական պատասխան չի տվել հետագա հանդիպումների վերաբերյալ, թե որտեղ եւ ինչպես է նախատեսվում ստորագրել խաղաղության համաձայնագիրը, դա ճիշտ է, Արարատ Միրզոյանը պատասխանել է. այո, այդ հարցով որևէ նորություն չկա։ Նրանք ասում են, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է. իրենք չեն պատրաստվում քննարկել այդ հարցը, քանի դեռ այս կամ այն պահանջը չի կատարվել։ Նախ առաջինը, հետո երկրորդը, հետո երրորդը եւ այդպես շարունակ։ Սա է իրականությունը, բայց մենք շարունակում ենք շփումները նրանց հետ, ասել է Արարատ Միրզոյանը։ Շատ ուրախ եմ այսօր Հայաստանի Հանրապետությունում լինելու համար։ Ես կարողացա Երևանում հանդիպել Լեռնային Ղարաբաղի վտարանդի նախագահին, այս մասին գրել է ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Մեծդորֆը։ Ադրբեջանն այս տարածաշրջանում էթնիկ զտումներ է իրականացրել հայերի նկատմամբ։ Ֆրանսիան չպետք է որևէ բան թույլ տա իդեմս այս բռնապետության, որն ապակայունացնում է մեր տարածքներն ամբողջ աշխարհում, գրել է նա։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել Մերձավանի սպանության գործով։ Ի սկզբանե նշեմ, որ սույն քրեական վարույթը ծածկդմփոց անել հնարավոր չի լինելու։ Իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանը, որին ի թիվս այլնի մեղսագրվում է Մերձավանում ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության մեղադրանքը, անմեղ է, որի վերաբերյալ պաշտպանության կողմն ունի անհերքելի ապացույց, որը կներկայացվի առաջիկա ժամանակահատվածում։ Հարկ է նկատել, որ սույն քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց հետևությունների մասը նախաքննության գաղտնիությունից ելներով պաշտպանության կողմը չի հրապարակում, սակայն դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնի համար դեռևս անորոշ է, թե քանի տեսակի եւ տրամաչափի հրազեն է օգտագործվել դեպքի վայրում եւ ինչպիսի տեսակի եւ տրամաչափի հրազենի գործադրմամբ է մեկ անձի պատճառվել մարմնական վնասվածք եւ մեկ անձ զրկվել կյանքից։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է դիվանագիտական դպրոցի տնօրեն։ Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Armenpress-ի հետ զրույցում ասել է Անի Բադալյանը։ Նա տեղեկացրել է, որ ՀՀԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն է։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները ապրիլի 16-ին Ազատության հրապարակի վրանում ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին եւ Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեծդորֆին։ Արցախցիները հյուրերին են ներկայացրել Արցախի ժողովրդի հիմնախնդիրները եւ իրավունքների պաշտպանության ջանքերը։ Նրանք շնորհակալություն են հայտնել ԵԽ պատգամավորներին իրենց ցուցաբերած աջակցության ու սրտացավության համար։ Պատգամավորներն ընդգծել են հակամարտության արդար ու խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի նաև Արցախի ժողովրդի իրավունքների երաշխավորումը։ Նրանք հատուկ անդրադարձ են ունեցել Ադրբեջանի միջազգային հանցագործությունների պատժման անհրաժեշտությանը, շեշտադրելով, որ գործող անպատժելիությունը հանգեցրել է նոր ոտնձգությունների, նույնիսկ Ֆրանսիայի հանդեպ։ Բեյն ու Մեծդորֆը հատուկ ընդգծել են իրենց շարունակական սատարումը հայ ժողովրդին, պատրաստակամություն հայտնելով ընդլայնել այն այցի արդյունքների հիման վրա։ Ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Արցախցիների նկատմամբ պատելության եւ բռնության կոչեր տարածելու կապակցությամբ պաշտոնապես դիմել եմ գլխավոր դատախազին, քաղաքացու, լրագրողի եւ իշխանական լրատվամիջոցի ղեկավարության նկատմամբ քրեական գործ հարուցելու մասով։ Նման վարքագիծը ստորություն է, որի հանդեպ պետք է ցուցաբերել բացառիկ անհանդուրժողականություն, գրել է Մեսրոպ Առաքելյանը։